Թեղուտի մասին վերջին 6 տարիներին առավել հաճախ խոսում են բնապահպանները։ Թեղուտը Հայաստանի թոքերն են, որոնք վերացնել ինքնասպանություն է։ Այս կարգախոսով ստեղծվեց «Փրկենք Թեղուտը» բնապահպանական խումբը, որի ակտիվիստները մինչև օրս պայքարում են հանքավայրի շահագործման դեմ։ Երկար լռությունից հետո հանքը շահագործող Valex Group-ը խոսել է թվերով ու փաստերով։ Ընկերությունը հանք արդյունաբերության ծրագիրը ոչ թե կործանիչ, այլ փրկարար է համարում։ Ինչպիսին է Թեղուտի երկրորդ երեսը կամ հայացք ներսից, Սոլինե Միքայելյանի տեսանյութում։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բնապահպանական խնդիրը դուրս եկավ Հայաստանի սահմաններից։ Թեղուտի մասին խոսեցին ոչ միայն աշխարհի տարբեր երկրների հայ համայնքները, այլև Եվրախորհրդարանը։ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ դրված Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում փաստաթղթին իրենց ստորագրություններով միացան 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ։ Լոռու մարզի հյուսիս-արևելքում գտնվող Թեղուտը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է։ Տեղանքը հարուստ է ոչ միայն բուսական ու կենդանական աշխարհով, այլև պատմամշակութային հուշարձաններով։ Անտառին մոտ Շնող եւ Թեղուտ գյուղերն են։ Այստեղ պղնձամոլիբդենային հանքավայր հայտնաբերվել է 40 տարի առաջ։ 2000 թվականին տարածքը շահագործելու թույլտվությունը ստացավ Valex Group-ը։ 6 տարի անց հիմնադրվեց Թեղուտ Փակ բաժնետիրական ընկերությունը, որն իրականացնելու էր հանքի շահագործումը։ Մենք ներկայացնում ենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, որը ստացել է բնապահպանության նախարարության դրական փորձագիտական եզրակացությունը, դրանից հետո եղել է աշխատանքային նախագիծ, որը նույնպես ստացել է բնապահպանության նախարարության դրական փորձագիտական եզրակացությունը, ծրագիրը անցել է, եթե ոչ փորձաքննություն, ապա քննարկում առողջապահության նախարարությունում, մշակույթի նախարարությունում, դրական վերաբերմունք է արձանագրվել բոլոր ատյաններում։ Ծրագրով նախատեսված է հատել 357 հեկտար անտառային տարածք, դա մոտավորապես հավասար է 650 միջին չափի ֆուտբոլային դաշտի։ Բնապահպաններին մտահոգում է նաև ջրային ռեսուրսների չորացումն ու հողի քայքայումը։ Այս տեմպերով ըստ նրանց 50 տարի հետո երկիրը կդառնա անապատ։ Մի կողմից մեղք է Թեղուտը, մյուս կողմից Valex Group-ը գործում է օրենքի սահմաններում։ Հայաստանում չկա օրենք, չկա իրավական որևէ ակտ, որը պահանջում է, որ եթե կառավարության կողմից տրվել է անտառահատման թույլտվություն, ապա անտառահատում իրականացնողը փոխհատուցող որևէ միջոցառումներ իրականացնի։ Մեր իսկ նախաձեռնությամբ կառավարության որոշմամբ ամրագրվել է պահանջ, որպեսզի անտառահատմանը զուգահեռ մենք կրկնակի ծավալով անտառապատման աշխատանքներ իրականացնենք։ Հանքի յուրացումը Valex-ը պատրաստվում է կատարել ամենաժամանակակից մեթոդներով, բացառելով կամ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Ծրագրի ղեկավարների խոսքերով նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր արդյունաբերական ծրագիրն արդեն լուծել է տարածաշրջանի սոցիալական զարգացման խնդիրը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր արտագնաաշխատանքի էին մեկնել, հարյուրներով վերադառնում են Թեղուտ։ Գյուղում, որտեղ գոնե մեկ խանութ չկար, հիմա խանութների թիվը 10 է, բոլորը թեղուտցիների ուժերով։ Տարեստարի ավելանում է ծներության մակարդակը, որովհետև երիտասարդներն արդեն աշխատանք ունեն ու վերադառնում են գյուղ։ Թեղուտը Valex-ի ամենադինամիկ զարգացող ընկերությունն է այսօր, որն ունի 870 աշխատատեղ։ Ընկերությունը շատ արագ ավելացնելու է այդ թիվը, առաջիկայում հասցնելով 1400-ի։ Մինչև հիմա $130 միլիոն ներդրում է արվել։ Ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի $320 միլիոն։ Մի կողմից երկրի տնտեսությանը նպաստող խոշոր արդյունաբերական ծրագիր, մյուս կողմից բնության հաշվին իրականացվող հանքարդյունաբերություն։ Ինչ անել, որ եւ գայլերը կուշտ լինեն եւ ոչխարները կենդանի մնան։ Բնապահպանները շարունակում են պայքարել, իսկ հանքը շահագործողները ներդրումներ անել, երկուսն էլ ի բարօրություն Հայաստանի։